Բարև ձեզ սիրելի հայրենագիտներ, այսօրվա նյութս հայն ու եկեղեցին։ Հայ ազգը քրիստոնեությունը ընդունել են ետքը, դարձավ դարբեր տարաշրջաններում դժվարություններ ունենալով հիմնականորեն աստվածավախ, բարեպաշտ, խղճամիտ, եկեղեցու միշտ օժանդակող և իր գրոնը պաշտպանող։ Եկեղեցին ինչ հրավ։ Եկեղեցին անգարուցն էր, որ 301-ին սկսյալ օժանդակեց և գողքը եղավ բեդության։ Հիմնականորեն ատ մտային, քրական, մշակութային կառույցները կազմավորեց, որպեսզի ազգը ոտքի կենա։ Պատմության ձեռքերում բիչերտամ, բայց օրինակը հիմնական է, որ նշեմ։ Մեսրոպ Մաշտոց հացեգած քյուղեն եղավ զինվորական, ապա եղավ արքունի բալադի ադենաթբիր, լեզուներ սորվեցավ, Սահակ Բարթևի աջ փազուկը եղավ և փնդրեց միջոցը, որ հայ ժողովուրդը անկախություն ունենա, ինքնություն ունենա, որպեսզի կարենա քրիստոնյա եկեղեցին ոտքի կանգնեցնել, որովհետև երկրի մեջ կգործածվեր ասորերեն և հունարեն։ Անկախություն, ադեր որ Մեսրոպ Մաշտոցը քիրերու քյուդորավ։ Այո, նախապես եղած են հայկական դարեր, բարեփոխած ինքը, հնչյունաբանությունը հունարենի վրա կազմավորած է, բայց ունեցանք մենք 36 հայ դարեր իր ուրույն հնչյունաբանությամբ։ Մինակ իր լեզվի քյուդը չէր, դասակիրքեր կազմեց, դպրոցներ հաստատեց, եկեղեցիներ հաստատեց, հայոց պատմության կազմավորման հիմքը դրավ, հայ մատոնագրության հիմքը դրավ և իր աշակերտները ղրկեց թե Բյուզանդիոն, թե Ալեքսանդրիա, որ սորվին հունարեն, ասորերեն և այլ լեզուներ և թարգմանեն հին աստվածաբաններու, պատմիչներու, գիտնականներու և այլ գրքեր ստեղծեցին մատենագրությունը։ Աս զարգը ով տվավ հայ եկեղեցին, եթե ներկայիս սկսեց դեն հարցագիլ հայ եկեղեցու վրա, պետք է գիտնան, թե այդ հայ եկեղեցին հիմնած է մեր պատմությունը, մատենագրությունը, երաժշտությունը, ճարտարապետությունը, մշակույթը, առանց եկեղեցու հայը գոյություն չէր կրնար ունենալ որպես հայ իր ուրույն լեզվով։ Այո, միջնադարի մեջ եղած են զանազան կաթողիկոսություններ, Գիլիգիային սկսյալ, Վանի մեջ, վերջի
Էջմիածնի մեջ միաժամանակ եղած են 3 կամ 4 կաթողիկոսներ, որոշ կաթողիկոսներ իրենց քյուղերը, քյուղաքաղաքները, գալվազները եւ այլն ունեցած են։ Հարցը չես թադեր 1-2 հոգիի վրա հիմնված։ Օրենքը չի գազմվիր բացառություններու վրա հիմնված, ալ ընդհանուրին, ընդհանուր եկեղեցին ինչ հրած է հայ ազգին։ Երցանք հայոց ցեղասպանության շրջանի, ով դեր ու դիրական գանքնած է հայ ժողովրդին, երբ որ գլխադեցին մտավորականները, հայ աշխարհական առաջնորդները, եկեղեցին էր, ժողովուրդուր գաբավիներ, եկեղեցի մեջ, նույնիսկ թուրքերը այրած են ամբողջ ժողովուրդը եկեղեցի մեջ։ Եթե հայը չի գիտեր, ասել է դքեդ է, կամ հագա եկեղեցական է, կամ անասված է, կամ աբերախտ է։ Ըլլա ինքը աշխարհական, պետական մարդիկ, ըլլան միջին բաշտոնի պետական մարդիկ կամ բարձր բաշտոնի մարդիկ։ Իրականությունը կարելի չէ ուրանալ։ Սպիրկովը բահած է հայոց ցեղասպանության ետքը։ Եվ զանազան քաղաքներու, քաղաքներու մեջ ով պաշտպանած է հայերուն կամ ապստամբությունը ով գազմագերբած է։ Եկեղեցին կամ եկեղեցու հավատյալ աշակերտներ, որ եկեղեցական դաստիարակություն արած են։ Նույնիսկ վերցնենք ոչ հեղափոխական Հովհաննես Թումանյանը ով է, դերի մտղան, իր մտային կարողությունը նվիրեց ազգին, իր ջարդարությունը գազմագերբելու ընկերություններ կամ հայրենակցության միություններ նախացնեց ինքը, Արևմտյան Հայաստանը պաշտպանելու համար գամավորներու օգնություն ինքը հավաքեց։ Եվ ով էր դերի մտղա։ Հարյուրավոր կան ազգանուններ ուսումնասիրեց, ան որ դեր է, ադիկասերի դերի զավակն է, կամ դերի թոր է։ Հայը եղած է հավատացյալ, ապաշխարող, խոնար, խղճամիտ, ներկայից է, որ Հայաստանի մեջ այլասերած են և հակագրոն դարձած են։ Մեծ մասամբ դքեդ են և չեն գիտեր եկեղեցու օրենսդրությունը։ Եկեղեցին ենթակա չէ քաղաքական ուժերու, այսինքն կաթողիկոսարանը Էջմիածինի ենթակա չէ Հայաստանի վարչագահին, երկու պատճառով, ուրուն օրենսդրությունը ունի և վերջը համաազգային է, բոլոր հայության քվեարկությամբ կընտրվին կաթողիկոսները և ոչ թե հայաստանաբնակներու կամ պետական պաշտոնի եղած անձերու։ Այո, եղած են վարչագահեր Հայաստանի մեջ, որ բարդացրած են, որ որոշ անձիկ ընտրվին կաթողիկոս կամ առաջնորդ։ Այո, բայց ասում բացառություն է։ Անցմը որ Հայաստանի, այսինքն հայ առաքելական եկեղեցու համայնքի հավատացյալ անց չէ, այդ խոսք պիտի չունենա եկեղեցու մասին։ Մեկը որ չէ գրնքված,
մգրտված կամ գրոնական ամուսնություն չի ունեցած։ Ադոնք համանքի մասնագիտ չեն, մաս չեն գազմեր։ Օրենքը խախտած են, մեղավոր կհամարվի։ Եվ վերջի ուրիշ հարց կա, ներկայիս կքննադատեն կաթողիկոսը, լավ, կսեն զավակ ունի, լավ, մեղավոր է, հասկնալի է, տրամտիզած է, արևդուր կնե, ասինչ կնե, անինչ կնե։ Ներկայիս Հայաստանի մեջ ասկային գառույցը չկա, որ Հայաստանի պետական գառույցը պաշտպանե, բացի եկեղեցի են, բոլոր կուսակցությունները, իրարու թե հագաջալություն կնեն, ասկային ժողովի մեջ իրար կփամփասեն, կամ փաստանեն, բայց պետականությունը չեն պաշտպաներ, եկեղեցու միասնությունը չեն պաշտպաներ, մենակ Էջմիածինն է, որ կնե այդ գործը, սպիրտն անանդարբեր դարձած է, որովհետև վարչագահի վրա վստահություն չունի։ Հայոց ցեղասպանությունն ետքը, այդ վերապրածները, խլիակները, ով կազմակերպեց միջին արևելքի մեջ, Սուրիա, Լիբանան, Եգիպտոս, Հորդանան, Երուսաղեմ, նույնիսկ Ֆրանսա, կամ Հունաստան, ով կազմակերպեց, եկեղեցին, և եկեղեցվո հավատարիմ անցիկ և կազմակերպություններ։ Եթե եկեղեցին գոյություն չունենար, մենք սպիրտի մեջ հայախոսություն չէինք ունենար։ Կուսակցությունները ամբողջը հավաքված էին եկեղեցին շուրջը։ Ուրեմն անցիկ, որ հակաեկեղեցական պայքար կմղեն ներկա Հայաստանի մեջ, կամ անկեղծ հայեր չեն, կամ հավատացյալ չեն, կամ ալ գործականներ են։ Այս ընթացքը պետք է վերացվի Հայաստանի մեջ։ Թեքեյան գսե եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս, հայուն հոգին եկեղեցին է, և գսե ամեն մեկ խաչ, մեկ թաշուն է, զրահն է հայության, ինչպես կարելի է պայքարի լադորդեմ, ոմանք գսեն մենք կպայքարին կաթողիկոսի անցին թեմ, կաթողիկոսը ով կնդրե, վարչագահը, Հայաստանի կառավարությունը, կամ համահայկական հայ թեմերու ներկայացուցիչներու խորհրդի ներկայացուցիչներ, բոլոր աշխարհի հայ առաքելական եկեղեցու թեմերու ներկայացուցիչներն անցիկ գուքան Էջմիածին, որպեսզի ընդրեն կաթողիկոս։ Ինչպես կարելի է ասել, որ կաթողիկոսը պետք է երթա և վայհարանը բարբվի։ Անօրինական է։ Ըսող անձը չի գիտեր Հայաստանի եկեղեցու օրենսդրությունը։ Եվ անոնք, որ գեդևին անոր սխալ քայլոր մոլորված են, հայության հարիր չէ, ոչ ալ քրիստոնյայի հարիր է նման վարմունք։ Ներկայիս վերցնենք Ամերիկա, քանի հատ հայկական դպրոց կա ասեն Կալիֆորնիա մեջ, որ գրեթե 1 միլիոն հայ ունի։ 4-5 հատ հայկական դպրոց մնացած է։
մեծ մասամբ փակված են, բայց եկեղեցիներու գողքին գիրագնորյա եւ միորյա դպրոցներ կան, ուր հայերեն գտասավանտեն։ Եթե այդ եկեղեցիները չլային, հայախոս հայ չեր մնար սպիրկի մեջ։ Ինչ հերանգարով ներգայիս գբայքարին մարդիկ հայության եկեղեցվո փույնին իջմիածնիտ եմ։ Եվ անոնք որ գցեն կաթողիկոսը պետք է հրաժարի անմեղ են, մեկ հատին ցույց տվեք անմեղ մարդը չկա։ Բոլորն անմեղավոր են։ Քրիստոնեայության մեջ օրենք կա։ Եթե մեղանչես, գարելություն ունի սատ մեղքդ քավելու ապաշխարելով։ Ամեն տեսակ սուտ արվեստական խոսքեր արհամարհող համացանցի մեջ լեցուն է, թիմադեդրի մեջ լեցուն է, գվղտան, ասե հայը, ոչ, ադոնք, որ ադոնթաց կպրնած են, այլասերած հայեր են, իրենց ուղղության մասին բիտ մտածեն, թե ինչ կնեն և ինչ կուզեն, հայը պետք է համախմբված լա իր եկեղեցվո շուրջը եւ այդ եկեղեցին հայ առաքելական եկեղեցին է։ Եթե ներգայիս թերություններ ունի, այդ թերությունները պիտի սրբակրեն հայ առաքելական եկեղեցվո քերակուն խորհուրդը։ Ատկեթուրսով որ բահանչադիրություն գնե, արդահայտություն գնե, անօրինական են, հագասկային են, ասկավնաս են և թադավարտելի։ Այս խոսքերով կավարտեմ և կանթիմին կհաջորդանք։